Երբեք մի արդարացեք, երբ ձեզ մեղադրում են։ Այո, մենք կարող ենք սխալներ գործել եւ կարող ենք պատասխանատվություն կրել այդ սխալի համար։ Մենք կարող ենք հատուցել այդ սխալը, բայց ոչ մի դեպքում չարդարանալ։ Ինչու՞։ Նախ արդարացումը ոչ մի փոփոխություն չի բերում, այսինքն քո կատարած սխալը ոչ մի ձևով չի հատուցում եւ ոչ մի իրական փոփոխություն տեղի չի ունենում։ Բայց արդարանալով մենք կարծես ցույց ենք տալիս, որ մենք ընդունում ենք պարտությունը, մենք զոհի վիճակում ենք, պարտված վիճակում ենք, թույլ վիճակում ենք, եւ եթե դիմացինը մանիպուլյատոր է, ապա վերջինս օգտագործելու է դա եւ նա հիմնվելու է ոչ թե քո կատարած սխալը ուղղելու վրա, շտկելու վրա կամ պարզապես որ քեզ ասի, գիտես, դու պատասխանատվություն պիտի կրես քո կատարած սխալի համար, ոչ նա կենտրոնանալու է քո անձի վրա։ Նա կենտրոնանալու է քո անձի վրա, որպեսզի քո կարգավիճակը նվազեցնի, ինքնագնահատականը նվազեցնի եւ դրանից հետո ձեր փոխհարաբերության մեջ ինքը գտնվի հիերարխիկ բարձր վիճակում։ Դու լինես թույլ, ինքը լինի ուժեղ, դու լինես զոհ, ինքը լինի ագրեսոր։ Ինչպես հասկացաք, նպատակը մանիպուլյատորի այդ խնդիրի վերացումը չի, այլ ընդհանուր քո անձի նսեմացումը, քո ինքնագնահատականի նսեմացումը։ Հետևաբար, հարգելներս, երբեք մի արդարացեք, երբ ձեզ մեղադրում են։ Կարող եք ասել, այո, ես կարող եմ պատասխանատվություն կրել, բայց չվերցնել ձեզ վրա, չճնշել ձեզ, չնվազեցնել ձեզ, չարդարանալ եւ ոչ մի դեպքում չլինել զոհի կարգավիճակում։